ինչպես դուրս գալ հաշվառումից որպես անհատ ձեռնարկատեր։ e-Services Mojam կայքում անհատ ձեռնարկատերերին բաժնում կարող եք ընտրել անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանում ծառայությունը։ Մինչև առցանց դիմել կոճակը սեղմելը, խնդրում ենք ծանոթանալ հավելյալ տեղեկատվություն բաժնում ամփոփված իրավական կարգավորումներին։ Դրանք անհրաժեշտ են գիտակցելու ձեր պարտականություններն ու իրավունքները հաշվառումից դուրս գալու ընթացքում։ Սեղմելով դիմել առցանց կոճակը, համակարգը ձեզ կվերահասցեագրի «Ես եմ ազգային նույնականացման հարթակ»։ Ազգային նույնականացման հարթակում կարող եք նույնականացվել բջջային նույնականացման քարտով կամ նույնականացման քարտով։ Հեռախոսում հավաքեք նույնականացման քարտի գաղտնաբառը, ծառայությունը ստանալուց առաջ խնդրում ենք ծանոթանալ ձեր անձնական տվյալների մշակման պայմաններին, ինչպես նաև համաձայնեք անհրաժեշտ ծանոթություններն ու փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստանալու վերաբերյալ ծանոթություններին։ Էլ-Փոստ և հեռախոսահամար բաժիններում խնդրում ենք լրացնել այնպիսի հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե, որոնք ձեզ անմիջապես հասանելի են, քանի որ հետագա բոլոր ծանոթություններն ու հաղորդակցությունները ձեզ ուղարկվելու են նշված էլեկտրոնային փոստին։ Հաջորդ քայլում ընտրեք որպես ֆիզիկական անձ դիմելու տարբերակը։ Այս էջում ձեզ ցուցադրվի այն անհատ ձեռնարկատերը, որը տվյալ պահին հաշվառում ունի և գործող է։ Խնդրում ենք տվյալների ստուգում բաժնում ծանոթանալ բոլոր ներկայացվող տվյալներին։ Մինչև դիմումը հանձնելը անհրաժեշտ է հավաստել կեղծ տեղեկություններ չներկայացնելու մասին և ծանոթման եղանակներին համաձայնելու մասին պայմաններին։ Դիմումը հանձնելուց առաջ պահանջվում է այն ստորագրել էլեկտրոնային եղանակով։ Սեղմում ենք ստորագրել կոճակը և համակարգը ձեզ կվերահասցեագրի այս անգամ արդեն էլեկտրոնային ստորագրության միասնական հարթակ։ Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ դիմումի տվյալներին և սեղմել ստորագրել կոճակը։ Մուտքագրեք բջջային նույնականացման համարը և ինչպես նախորդ անգամ հեռախոսում մուտքագրեք անհրաժեշտ գաղտնաբառը։ Ստորագրվելուց անմիջապես հետո համակարգը ձեզ ցույց կտա փաստաթուղթը հաջողությամբ ստորագրվեց հաղորդագրությունը։ Սեղմեք վերադառնալ կոճակը և համակարգը կհավաստի ձեր ստորագրության իսկությունը։ Սեղմեք հանձնել կոճակը և ձեր դիմումը հաջողությամբ հանձնվել է։ Ընդամենը րոպեներ անց ստուգեք ձեր լրացրած էլ-փոստի հասցեն։ Ստուգեք ձեր էլ-փոստը և կտեսնեք դիմումի հաստատման նամակը, որին կից կլինի նաև նորաձև քաղվածքը։ Հաշվառումից դուրս գալու քաղվածքը հասանելի է նաև դիմումներ բաժնում ներբեռնել կոճակի տակ։